մասնակցել նախնական քննարկումների հանձնաժողովների համատեղ նիստում։ Որոշել է այս ձևաչափով այս անգամ նույնպես բյուջեի կատարման հաշվետվության քննարկման մասնակիցներ նախատեսել եւ լիազորված են այս քննարկմանը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, ոստիկանության պետի տեղակալը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը։ Իհարկե մենք մտահոգված ենք այն փաստով, որ նշված բնագավառներում համապատասխան ղեկավարները անձամբ չեն մասնակցում քննարկումներին, որովհետև, ինչպես ես նշել եմ, բյուջեի կատարման հաշվետվությունը դա ֆինանսական փաստաթուղթ չէ, որ մենք քննարկում ենք։ Այստեղ մենք անդրադառնում ենք քաղաքականությանը, քաղաքականության արդյունքներին եւ ընթացիկ տարվա ընթացքում կատարողական հիմնական ցուցանիշների, առավելապես որակական ցուցանիշների մասում։ Եվ բնականաբար շատ ցանկալի է, որպեսզի այս հաշվետվությունները հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնեն գերատեսչությունների ղեկավարները, բայց սա կառավարության իրավասության հարց է եւ վարչապետը անձամբ որոշում է, թե ում է լիազորում մասնակցել այս քննարկումներին։ Ավելացնեմ նաեւ, որ նախարար Արմեն Երիցյանը գտնում է պաշտոնական հարցազրույցում, նրան փոխարինում եմ ես։ Սուգյաս Ավետիսյան